Այս թզադեղձերը ժամանակակից սարքավորումների միջոցով տեսակավորվում են, որ առաջիկայում արտահանվեն Ուկրաինա։ Նախորդ տարի ընկերության արտահանման 60%-ն ուղղվել է Ռուսաստան, մնացածը Ուկրաինա։ Արտադրանքի անխափան ճանապարհն ապահովելու համար այստեղ ներդրել են Global Gap միջազգային ստանդարտը։ Այստեղ արդեն վերջնական փուլն է արտադրանքի ստացվում, տեսակավորված, որից հետո անցնում է պալետիզացիայի, որպեսզի գնա արտահանման։ Կազմակերպում ենք բերքի մթերում, տեսակավորում, փաթեթավորում եւ արտահանում։ Սա նախատեսված է Ուկրաինայի համար, տապակերտությունով է սկսում բերքը հասունանալ, կոնկրետ այս խմբականակը ինչ որ մթերում ենք հիմա, սերտիֆիկացված է, Global Gap սերտիֆիկատ ունի եւ արտահանելու ենք նաեւ Եվրոպա։ Սակայն եվրոպական եւ ուկրաինական խոշոր սուպերմարկետների ցանցերը մուտք գործելու համար միայն ժամանակակից սառնարաններն ու տեսակավորման կայանը բավարար չեն։ Գլխավոր պահանջը միջազգային որակի սերտիֆիկատներն են, որոնց հարցում հայաստանյան շուկայում լուրջ խնդիր կա։ Սերտիֆիկացված պետք է լինի ոչ միայն գործարանը։ Տնտեսությունը սերտիֆիկացված լինելուց բացի անհրաժեշտ է նաև, որպեսզի այգին լինի սերտիֆիկացված, որպեսզի հնարավոր լինի սուպերմարկետների հետ բանակցությունների ժամանակ այդ սերտիֆիկատը Global Gap-ը օգտագործել։ Այս պահին այդ հնարավորությունը Հայաստանում չկա, մեկ տնտեսություն կա Հայաստանում, որ սերտիֆիկացված է, եւ նախարարության, կառավարության հետ համատեղ ջանքերով փորձում ենք դուրս գալ այս իրավիճակից։ Շնորհակալություն նախարարության օպերատիվ արձագանքի եւ նոր աջակցության ծրագրերի համար, ինչը բավականին օժանդակում է մեր գործունեությանը, բայց դե ակնհայտ է, որ կարճ ժամանակահատվածում մեկ տարվա ընթացքում հնարավոր չի նոր շուկաներ գրավել։ Ընկերությունն այս ընթացքում նաև ծիրանի փորձնական արտահանում է իրականացրել Եվրոպա։ Ֆրանսիա արտահանեցինք, շատ գոհ էին որակից, տեսքից, համից, հույս ունեմ, որ կսկսի արդեն արտադրական մասշտաբների արտահանումը, իրենք հետաքրքրված են, հիմա ընթացքի մեջ են։ Սա արդեն ուրիշ ընկերություն է։ Վարձում են բեռնատարը շալախ ծիրանով Լեհաստան արտահանելու համար։ Ընկերության հիմնադիրը Լեհաստանում բնակվող մեր հայրենակից Արթուր Լևանդովսկին է։ Նշում է, իրենք այլ ոլորտում են գործունեություն ծավալում, բայց կանխատեսում էին, որ ռուսաստանյան շուկայում խնդիրներ կարող են առաջանալ եւ որոշել են այդ ուղղությամբ իրենց ներդրումն ունենալ։ Այս պայդրության մենք շեշտը դրել ենք ծիրանի վրա, արտահանման հետ կապված։ Այս պայդրության արդեն 2 ավտո ֆիքսել ենք, որոնք որ ճանապարհին են։ Ֆիքսել ենք մոտավորապես 400 տոննայի պատվեր ծիրանի, ինքը անվա 20 բեռնատար, ծախվելու է ծիրանը տարբեր լծակներով, առաջի լծակը լինելու է մասնավոր, որը որ ծախվելու է այստեղի լոկալ ժողովրդի, թե հայ համայնքի մեջ Եվրոպայում, թե հայ համայնքի Լեհաստանում, այն նաև բազմաթիվ լեերի միջոցով։ Ընկերությունն ունի Global Gap սերտիֆիկատ, որը շնորհվել է հունիսի 29-ին։ Դա հնարավորություն է տալի մեր ապակատեսակները մտցնել մեծ ցանցեր, որոնք որ ունեն տասնյակ հազարավոր խանութներ Լեհաստանում ու 100,000 խանութներ Եվրոպայի տարածքում։ Սպասում ենք լավ լուրի, շատ հնարավոր է, որ հաստատվի շատ մեծ խմբականակ ծիրան, որը որ կարտահանվի էլի այս ամսվա մինչև վերջ, բացի այդ 20 մեքենան, որը որ արդեն ֆիքսել ենք։ Մեկ շուկայից ունեցած կախվածությունը կոտրելն ու արտահանման աշխարհագրությունն ընդլայնելը Հայաստանի համար այսօր ռազմավարական նշանակություն ունի։ Եթե դեռ նախորդ տարի հայկական թար միրգ բանջարեղենի շուրջ 90%-ն ուղղվում էր ընդամենը մեկ ուղղությամբ, ապա 2026 թվականի պատկերն արդեն լիովին այլ է։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով, գյուղոլորտում վերջին տարիների ներդրումներն ու կառավարության օպերատիվ գործիքակազմը տալիս են առաջին շոշափելի արդյունքները։ Հիշում է, 2020-ին Ծիրանի հետ խնդիր է առաջացել Ռուսաստանի սուպերմարկետների ցանցերից մեկում, որին պատրաստ էին։ Այսօր մենք տեսնում ենք, որ կառավարությունը շատ ավելի արագ գործիքակազմ է կարողանում ներդնել, տնտեսությունն է ավելի պատրաստ եւ արձագանքում, եւ այս համատեքստում օրինակ 2026 թվականի հունիս ամսին արդեն Հայաստանից արտահանվել է շուրջ 2948 տոննա ծիրան, 1402 տոննա կեռաս, շուրջ 704 տոննա պղպեղ, 206 տոննա լոլիկ, 3.4 միլիոն հատ եւ 33 տոննա ծաղիկ եւ հետաքրքիր է, որ այս արտահանումները ունեն բավականին լայն աշխարհագրություն, օրինակ ծաղիկ արտահանվել է շուրջ 20 երկիր, միրգ արտահանվել է 11 երկիր եւ բանջարեղեն 7 երկիր։ Դա նշանակում է, որ բավականին ակտիվ դիվերսիֆիկացում է ընթանում եւ կառավարության գործիքները նպաստում է, որպեսզի տնտեսվարողները սկսեն այդ բանակցությունները այլ շուկաների հետ եւ արդյունքը իրեն սպասեցնել չի տալիս։
Հայաստանյան շուկաներում գյուղմթերքի գների մոնիտորինգն էական անկում չի արձանագրել։ Դա խոսում է նրա մասին, որ այն արտադրանքը, որը միտված է արտահանման, իր ընդունված չափականակով արտահանվում է։ Իհարկե, որոշ մշակաբույսերի հետ կապված, օրինակ լոլիկը կնշեմ կամ չնայած այն հանգամանքին, որ 3.4 միլիոն հատ ծաղիկ ենք արտահանել արդեն, փորձաշրջանում է գտնվում ծաղկի արտադրությունը եւ որոշակի դժվարությունների է հանդիպում արտադրության քանակի եւ իրացվելիության առումով եւ տեսնում ենք, որ մեր տնտեսվարողները շատ ավելի մեծ ակտիվությամբ են այս պահին այդ համագործակցությունը փորձում ձևավորել։ Այդուհանդերձ, նոր շուկաներ գրավելն ու մատակարարման կայուն շղթաներ ձևավորելը միայն պետական աջակցության հարց չէ։ Շատ հաճախ հայկական արտադրանքը բախվում է տեղեկացվածության պակասին եւ միջազգային ստանդարտների խիստ պահանջներին։ Կան արտադրողներ, որոնք անգամ տեղյակ չեն այդ սերտիֆիկատներից։ Ստանդարտների առումով արտառոց ոչ մի նոր պահանջներ չկան, խոսքը գնում է անվտանգ սննդի մասին եւ ֆիտոսանիտարական սերտիֆիկատների մասին է խոսքը գնում, որը հնարավորություն է տալիս մուտք գործել տվյալ երկիր։ Իհարկե, յուրաքանչյուր մանրածախ վաճառող կամ առևտրային ցանց ինքը նաև ներկայացնում է այլ սերտիֆիկացման պահանջներ, մի քանի անգամ ավելի վստահ լինելով, որ այն ապրանքը, որը ինքը մատուցում է կամ վաճառում է իր գնորդներին, այդ ապրանքը համապատասխանում է այն բոլոր գործընթացներին, որոնք միջազգայինորեն ճանաչված սննդամթերքի անվտանգության տրամաբանության մեջ են։ Յուրաքանչյուր շուկա ունի իր առանձնահատկությունը, եւ անգամ փոքր քանակով նոր շուկաներ մտնելը հնարավորություններ է բացում, կարծում է տնտեսագետ Սոս Խաչիկյանը։ Հասկանալի է, մի կողմից կառավարությունը իր քայլերը պետք է անի այդ դիվերսիֆիկացիայի ուղղությամբ եւ արտաքին եւ ներքին դիվերսիֆիկացիայի, բայց մյուս կողմից պետք է գործարար հատվածի մոտ լինի այն պատրաստակամությունը, որ իրենք ցանկանան այդպիսի դիվերսիֆիկացիայի եւ պետք է որոշակի մշակումների ենթարկեն եւ արտադրության ընթացքը եւ տեխնոլոգիական ապահովվածությունը եւ հետագա գործընթացները եւ նոր գործընկերություն հաստատելու պատրաստակամություն, սրանք ամբողջական արժեշղթաներ են, որ միայն պետությունը չի կարող եւ միայն մասնավորը չի կարող։ Այստեղ պետություն մասնավոր գործընկերությունը կարծում եմ իսկապես արդյունավետ կլինի եւ դա հեռանկարային է հատկապես դիվերսիֆիկացիայի համար։ Մյուս կողմից, ըստ Խաչիկյանի, դիվերսիֆիկացիան ոչ միայն արտահանմանն է վերաբերում, այլև ներմուծմանը։ Այն սահմանափակումները, որ կիրառվել են հայկական ապրանքների նկատմամբ ավանդական շուկաներում, միայն մեզ չէ, որ վնասում է։ Այն շուկաները, որոնք զրկվում են հայկական ապրանքից, տվյալ դեպքում հայկական գյուղատնտեսական ապրանքից, նրանց դիվերսիֆիկացիայի հնարավորությունը ներմուծման շրջանակում նույնպես նվազում է եւ բնականաբար քաղաքականության, ներքին քաղաքականության մշակման վրա էական ազդեցություն կարող է ունենալ։ Հունիսին հայկական գյուղմթերքի արտահանման ցուցանիշը հնարավոր չէ լինի, եթե չլիներ կառավարության արագ ներդրած գործիքակազմը, վստահ է Արման Խոջոյանը։ Մի կողմից կառավարությունը ցանկանում է մեղմել վարկային ծանրաբեռնվածությունը, որոնք երբեմն թույլ չեն տալիս, որպեսզի տնտեսվարողը կենտրոնանա հենց արտահանման շուկաների վրա, քանի որ ամեն օր մտածում է հենց վարկի գումարի մարելու մասին, եւ մյուս կողմից կառավարությունը նաեւ ներդնում է այն գործիքակազմը, աջակցման գործիքները, որի շնորհիվ կարողանում ենք մենք նվազեցնել այն ծախսերը, որոնք գուցե նոր շուկաներ մտնելու համար տնտեսվարողները իրականացնում են, որոշակի առումով լոգիստիկ ծախսերը, իհարկե նոր մատակարարման շղթաներ ձևավորելը այն նաև ենթադրում է այցելություններ, հանդիպումներ, քննարկումներ եւ 1 կիլոգրամի հաշվարկով տարբեր սահմանաչափերով տրամադրվող աջակցությունը դա հնարավորություն է տալիս, որպեսզի տնտեսվարողները այդ իրենց ծախսերը կամ ամբողջությամբ փակեն կամ մեղմեն։ Ներդրված գործիքակազմը հետաքրքրություն է առաջացրել նաև նոր խաղացողների մոտ, եւ հայկական շուկայով սկսել են հետաքրքրվել այնպիսի արտահանողներ եւ ներմուծողներ, որոնք նախկինում չեն եղել, հավելում է նախարարի տեղակալը։ Լեհաստան-Ծիրան արտահանող ընկերության հիմնադրի խոսքով, հետագայում պլաններ ունեն նաև այլ մրգերի եւ ապրանքների արտահանման ուղղությամբ աշխատել։ Նշում է, Եվրոպայում այսօր գործընկերները Հայաստան անունը լսելիս կանաչ լույս են տալիս։ Հայաստան բառը լսելիս ոնց ասեմ դռները բացվում են այս պահին ու դա շատ ողջունելի է, որովհետև ունենք այն հնարավորությունը, որը որ տարիներ չենք ունեցել ու այս պայդրության Եվրոպան էլ է ուզում Հայաստանի կողք կլինի շատ մեծ պարտնյոր ու ունտենում է Հայաստանի մեջ մեծ ապագա, աշխարհագրական դիրքը Հայաստանի այնքան հետաքրքիր է Եվրոպայի համար,
որ ինքը դարպասներ է թե հյուսիսի, թե հարավի համար Կովկասում, ու ինքը դառնում է վստահելի պարտներ եւ ընկեր Լեհաստանի կառավարության համար։ Կառավարության ծրագրերը բավական հեշտացրել են աշխատանքը։ Այս պայն մենք ռաստամոշկա չունենք, մաքսային հարկեր չկա Ծիրանի վրա, որը որ նախկինում եղել է 20%, ու այդ կոնկրետ այդ կոդի տակ, որը որ Ծիրանը ներմուծվելու է Լեհաստան, մենք 20% ոնց որ ասած համաներվել է Եվրոպան, Հայաստանին, այդ մուտքը այդ ապրանքների, քանի որ մեր ապրանքները իրանք թանկ են համեմատած իսպանական ապրանքներին, իրանք մրցակցային չեն այս պայծառ։ Այս տարին էլ Ծիրանը ակին թանկ է, եւ որ անցած տարի Ծիրանը երակի էժանայել է, քան այս տարի, ու դա էլ մի բարիերա է, որը որ պետք է ոնց որ այս սուբսիդիան օգտագործելով, օգնությունները օգտագործելով կարողանանք հաղթահարենք, որ ապրանքը գտնվի այդ շուկայում։ Այս պայծառության, եթե ինձ հարցնեք, թե առանց այդ սուբսիդիայի հնարավոր է այդ ապրանքները մտցնել Եվրոպա ու վաճառել էտի, ես կասեի ոչ, քանի որ ապրանքի ինքնարժեքը մոտ 50% կավելանար, ու այդ 50%-ը այնքան բարձր թիվ էր, որ ապրանքը ռեալիզացնելու հնարավորություն չէր լինի։ Թզադեղցեր արտահանող ընկերությունում եւս մատնանշում են կառավարության ներդրած ծրագրերի կարևորությունը։ Ընկերությունը նաեւ ագրոպարենային լիզինգի եւ արդիականացման ծրագրից է օգտվել ու 15 միլիոն եվրոյի ներդրում իրականացրել սառնարանային համակարգ, տեսակավորման ու փաթեթավորման հոսքագիծ։ Լիահույս եմ, որ այս օպերատիվ աշխատանքի շնորհիվ գոնե նվազագույն կորուստներով դուրս կգանք։ Ամեն դեպքում պետական աջակցության ծրագրերը պետք է դիտարկել ոչ թե այս պահի իրավիճակի, ստեղծված իրավիճակի աջակցություն, այլ նոր շուկաներ դուրս գալու կայծակնային պլան որպես, ինչը իհարկե ծախսատար է բնականաբար եւ որոշակի ժամանակ կպահանջի, բայց միանշանակ համոզված եմ, որ ուժեղ ենք դուրս գալու այս իրավիճակից, որովհետև տնտեսվարողները արդեն տեսնում են, պատկերացնում են, ինչ որակի արտադրանք է անհրաժեշտ միջազգային շուկաների համար եւ 1-2 տարվա ընթացքում մենք էլ արդեն կունենանք այդ արտադրանքը, ունենանք դիվերսիֆիկացված արտահանման շուկաներ։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալը վստահեցնում է, շարունակելու են աջակցել բիզնեսին։ Մենք հույս ունենք, որ շարունակաբար հետևելով գործընթացին եւ շարունակաբար լրացնելով կառավարության կողմից առաջարկվող գործիքակազմը, այն ոչ միայն հնարավորություն կտա նվազ կորուստներով հաղթահարել իրավիճակը, այլև կստեղծի նոր հնարավորություններ, նոր շուկաներ եւ նոր երկարաժամկետ համագործակցություն։ Հունիսին գյուղմթերքի արտահանում իրականացրած մեր տնտեսվարողներն արդեն սկսել են դիմումներ ներկայացնել էկոնոմիկայի նախարարություն պետական աջակցությունից օգտվելու նպատակով։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ ի դեպ հուլիսի 2-ին Երևանում հերթական անգամ հավաստիացրեց, որ Եվրոպայի դռները բաց են նախկինում Ռուսաստան արտահանվող Հայաստանի թարմ գյուղմթերքի, բանջարեղենի, մրգի, բուսական ծագման արտադրանքի խմիչքի համար։ Եվրամիությունն այս ուղղությամբ կոնկրետ քայլեր է սկսել է։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան եւ Մուշեղ Մանվելյան, Իրաք Նորյալ ուրեր։